Երբ Աստծո հոգին գալիս է, գիտեք, եւ հովանի է լինում մեզ վրա, նա տալիս է օծում, նա տալիս է հայտնություն, եւ նա գիտի յուրաքանչյուրին առանձին, ով լսում է, եւ նա գիտի, որ հավատքը գալիս է լսելուց, իսկ լսելը նրա խոսքից։ Այսպիսով նա գիտի, նա յուրօրինակ է ստեղծել մեզանից յուրաքանչյուրին իր տեսակով, բայց նա բոլորիս տվել է ականջ լսելու, թե ինչ է ասում հոգին։ Եվ երբ խոսքը փոխանցվում է, եւ դուք գտնվում եք համաձայնության մեջ հոգու հետ, ով փոխանցում է ձեզ այդ խոսքը, ապա դուք կարող եք այն ընկալել եւ տեսնել այն ձևով, որով այն ձեզ ներկայացվում է, քանզի այն ներկայացվում է ձեզ այնպես, որպեսզի լույս փռի այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում, եւ Աստված միշտ ներկա ժամանակում է։ Հոգին կարող է հետ գնալ եւ հիշեցնել անցյալից, նա կարող է խոսել ապագայի մասին, որովհետեւ երբ ճշմարտության հոգին գա, նա կհիշեցնի, նա ամեն բան կսովորեցնի եւ ապագան կհայտնի ձեզ։ Գիտեք, մենք կարող ենք փառաբանել Աստծուն նրա համար, ինչ նա արել է անցյալում, կարող ենք փառաբանել նրա համար, ինչ նա խոստացել է անել ապագայում, բայց երբ տեսնում ենք այն, ինչ կատարվում է հիմա եւ քայլում ենք դրա մեջ, այդ ժամանակ տեղի է ունենում կենդանացում, որովհետեւ մենք ճանաչում ենք, որ գտնվում ենք սիմֆոնիայի ռիթմի մեջ, գնում ենք հավասար, ամեն նրա հետ, ինչ Աստված կատարում է հիմա։ Ուստի ես պարզապես ցանկանում եմ խնդրել ձեզ, աղոթել ինձ հետ միասին, որպեսզի մենք լինենք միաբան եւ միահոգի, եւ հոգին իհարկե կարող է այս երեկո մեզ օրհնություն բերել։ Եթե ձեր սրտում կա որևէ հատուկ խնդրանք, լինի դա բժշկություն, Սուրբ Հոգու կարիք, հայտնություն, Մարգարեն ասել է, աղոթեք հայտնության համար, այն մեզ ավելի շատ է պետք, քան նույնիսկ սնունդը, ինչ բանի կարիք էլ ունենաք, գուցե երեխաներ ունեք, գուցե հարազատներ ունեք, որոնց համար մտահոգված եք եւ ուզում եք, որ Աստված ինչ-որ բան անի նրանց կյանքում, դրա համար ես աղոթում եմ իմանալով, որ նա աղոթքի պատասխանող Աստված է եւ նրա ականջը միշտ բաց է մեր աղաչանքների ձայնին, որպեսզի մենք ստանանք այն, ինչ խնդրում ենք։ Գթառատ Հայր, այսօր երեկոյան մենք խոնարհվում ենք քո ներկայության մեջ։